Խոսքից առաջ բոլորը սրտի խորքից ասենք փառք Տիրոջը, փառք Աստծուն, փառք Տիրոջը։ Տեր արժանի է փառքերի եւ գովեստների։ Չգիտեք դուք խոսքերի նկատմամբ ուշադիր եք, թե ուշադիր չեք, բայց ես ուշադիր եմ, եւ որ եղբայրները ինչ որտեղ կարդում են կամ քարոզում են, ես էլ եմ շատ բան սովորում։ Հանկարծ չմտածեք, որ միայն մենք եկել ենք ձեզ սովորեցնելու։ Այդ խոսքերի կարիք մենք էլ ունենք։ Երբ որ համբարձում եղբայրը կարդաց Եզեկիայի առողջանալը, չգիտեմ դուք ուշադիր եք, ինձ համար ոնց որ ասած նոր արթնություն էր։ Ու գրված է, երբ որ բժշկվես, երրորդ օրը չասես պետք է գնաս լավ խնջույք անես, լավ քեֆ անես, հարազատներին, բարեկամներին կանչես, մի հատ լավ ուրախություն անես, պետք է գնաս երրորդ օրը Տիրոջ տունը։ Ինչի համար։ Երրորդ օրը ինչի պիտի գնար Տիրոջ տունը։ Այսինքն գնար երկրպագություն աներ, գնար Աստծո շնորհակալություն հայտներ, ոչ թե մարդկանցից։ Եղբայրներ, քույրեր, ես ուղղակի հիշում եմ այդ դեպքը Մոլդովայում, մի քույրիկ մի քանի 100 կիլոմետր փոքրիկ երեխային բերել էր Քիշինով քաղաք եկեղեցի ժողովատեղը, ունեցել է ծանր հիվանդություն այդ երեխան։ Եկեղեցին աղոթք էր արել, եղբայրություն աղոթք են արել, այդ պահին երեխան չէր բժշկվել։ Ճանապարհին տուն գնալուց միջև տուն հասնելը երեխան բժշկվել էր, ինչի համար։ Դրանով Տերը փորձել էր ծնողին։ Դրա մյուս կիրակյորը երեխային նորից վերցրել էր կան 100 կիլոմետր, եկել էր նորից Քիշինով եկեղեցի, հատուկ որպեսզի Աստծո ժողովուրդը ինքն էլ միասին շնորհակալություն հայտնի Տիրոջը, որ Տերը լսեց եկեղեցու աղոթքը քույր եղբայրների եւ երեխան բժշկվել էր։ Տերը կարող է նույն պահին անել։ Տերը շատ անգամ փորձում էր, 10 բորոտներն էր փորձեց։ Բայց ուր էին։ Այնին էլ մաքրվեցին, բայց ուր են չկան։ Մենակ մեկ եկավ Տիրոջը, երկրպագություն արեց, Տիրոջը փարթվեց։ Գիտեք ինչքան անշնորհակալ սրտեր կան։ Դաս մտածել էլ պետք է լիներ։ Աստված թողնի իրոք, որ շատ բան ենք սովորելու։ Աստված թող փառավոր լինի։ Բոլորս ասենք փառք Տիրոջը։ Եթե մենք նայում ենք, իմ աղաչանքն է, իմ խնդրվածքն է, որ խմբում, որ եկեղեցում, երբ որ հավատացյալները նախանձավոր են սրբության կյանքին, այդ եկեղեցում Տիրոջ փառքը, Տիրոջ օրհնությունները գնալով շատանում ու չեն պակասում։ Որովհետև բոլոր դարերում հիմնական Իսրայել ժողովրդի մեջ բոլոր ժամանակներում անկումները եղել են, երբ որ եկեղեցու մեջ, ժողովրդի մեջ մտել է անօրենություն ու մեղքը։ Անօրենությունը, մեղքը որտեղ մտավ, այնտեղ չի կարող մնալ ժողովուրդը։ Հին ուխտում այդքան ժողովուրդ որ դուրս եկան Եգիպտոսից, ի՞նչ էր պատճառը։ Այդքան ժողովուրդ անապատի մեջ գրված է, մենակ Քաղեբն ու Հեսուն մտան Քանանու երկիր։ Մնացածը անապատի մեջ մեռան։ Ինչի պատճառով։ Մեղքերի պատճառով, անօրենության պատճառով, որովհետև Պողոս առաքան ասում է առանց խաղաղության, երեք կարևոր բան է ասում։ Առանց խաղաղության, սիրո եւ սրբության ոչ մեկը Տիրոջը չի տեսնի։ Որ Տիրոջը չպետք է տեսնեն, ում պետք է տեսնեն։ Եղբայրներ, քույրեր, այո, կարևոր է սա։ Հնարավոր է մենք կարող ենք նստած մտածենք, դե ինչ կա։ Այս մեղքերը թույլ չեմ տալիս, այս մեղքերը թույլ չեմ տալիս, այսպիսի բաներ չեմ անում։ Բայց Տիրոջ լույսի առջև, երբ որ Տիրոջ փառք հայտնվում է, ինչպես Եսային հայտնվեց։ Եսայի մարգարեն կարող է մի 10 րոպե նույն խոսքերը չի չասեցիր։ Երբ որ Տիրոջ ներկայություն եղավ, Տիրոջ զորությունը գործեց, նույն մարգարեն Եսային ասում է. «Վայ ինձի, պիղծ շուրջ ունեցող մարդ եմ եւ պղծաշուրտը ժողովրդի մեջ եմ բնակվում, ով ինձ պետք է ազատի»։ Հենց այդ պահին որ Տերը սկսեց գործել։ Երբ որ անդրադառնում ենք Օվսիա մարգարեն, մարգարացել է բոլոր դարի ժամանակների համար, այսօր մեզ համար։ Օվսիա 5-րդ գլուխ 15 խոսքից պետք է կարդամ։ Ինձ համար եւ ձեզ համար։ 5-րդ գլուխ Օվսիա 5-րդ գլուխ 15 խոսքից։ Ես պիտի երթամ ու իմ տեղս դառնամ։ Էդի Աստված է ասում, մարգարեն չի ասում իր համար։ Աստված մարգարի միջոցով խոսում է, Աստված ինքը խոսում։ Ես պիտի երթամ ու իմ տեղս դառնամ, մինչև անոնք իրենց հանցավոր լինելը խոստովանվին ու իմ երեսս փնտրեն, երբ նեղության մեջ մտնեն, զիսկ անող պիտի փնտրեն։ Տեր ինքը խոսում, ասում է, ես իմ տեղը պետք է գնամ, այսինքն այնքան պետք է սպասեմ, մինչև մարդիկ իրենց հանցավոր լինելը խոստովանվեն։ Երբ ասում է կանող պետք է փնտրեն, պետք է գտնեն, նեղության մեջ սովորաբար այդպես է լինում։
Երբ որ Տերը թույլ է տալիս մեղքի պատճառով մի հատ փորձություն, մի հատ դժվարություն, ձեր կյանքում շատ եղել, բոլորս կյանքում եղել է, ամուսինքին սկսում են արդեն իրենց սխալները ճանաչել, սկսում են իրարից ներողություն խնդրել, սկսում են պատկացը մեղագալ, դա մեր պատճառով է, իրոք որ մեր սխալի պատճառով է, զղջում են, խոստովանվում են, նոր հետո կատարում Տիրոջ զորությունը։ Գիտեք, եղբայրներ, քուրեթկան հեշտ չի, անկեղծ եմ ասում, հեշտ չի։ Հեշտ չի, որ մարդը կարողանա խորապես հասկանալ իր մեղք, իր սխալները։ Եթե այդպես լիներ սովորաբար, հին ուխտից սկսած դեպքերը, պարագաները, ինչի է գրված։ Գրված են ինձ համար, ձեզ համար։ Ունակիչն էր պատճառը, որ Աստված, որ խոսեց Կայինի հետ, ինչն էր պատճառը, որ մի անգամ չասեց, ով եղբայրասպան Կային, այդ ինչ արեցիր։ Ինչի չասեց։ Ինչի Տերը Տիրոջ մոտեցման կերպ ուրիշ է, գիտեք։ Տերը ասեց, Կային հարց տվեց, որտեղ է քո Աբել եղբայրը։ Աստված չգիտեր։ Տեղյակ չէր։ Ասու աչքարաճ ամեն բան եղել։ Որտեղ է քո Աբել եղբայրը։ Պատասխանը հիշում եք ինչ եղավ։ Չգիտեմ։ Ես իր պահակն եմ։ Կայենը այնքան սիրտը կարծացել էր, որ ասում է, ես իր պահակն եմ, չգիտեմ։ Երբ որ Տերը խոսացեց, նրա արյունը բողոքում է, նոր իմացավ, հասկացավ, որ Տերը տեսել է։ Եղբայրներ, քույրեր, հենց Ադամ Եվայից է սկսում այդ կյանքը։ Այդ վիճակը դեղից բացահայտվեց։ Հարցում է, Ադամ ինչ եղավ։ Կինը խաբեց ընձի։ Եվա ինչ եղավ։ Օծը խաբեց ընձի։ Այսինքն մեկը մեկի վրա սովորություն կգցելու մեղքը։ Եղբայրներ, քույրեր, գիտեք ինչքան դժվարություններ է լինում։ Երբ որ սովորաբար ընտանիքում խաղաղություն չի լինում, որ ամեն մեկ իր սխալը չի ընդունում, իր մեղքը չի ճանաչում։ Ուղղակի հիշեցնելու կարգով, ես ում եմ նորից ասում հիշեցնել Ելից 32-ի առաջի խոսքից, Ելից 32 առաջի խոսքից, 22 խոսքը 23 գնացեք տունը կարտացեք, Ելից 32-ի առաջի խոսքից 22-ից 23-ը, սովորաբար ինչ կատարվեց, երբ որ Մովսեսը բարձրացավ լեռը, եղբայրներ, քույրեր, ինչ տեղ ունեցավ, 40 օր մնալուց հետո, Աստված ասեց իջիր, Մովսես, արդեն է ժողովուրդը հորդ են պաշտում, այդքան հրաշքներ տեսնելուց հետո, այդքան զորություն տեսնելուց հետո, մարդիկ հորդ են պաշտում, երբ որ եկավ սովորաբար առաջերտին հանդիպեց Ահարոնին, Ահարոն ասեց, ես ինչ արեցիր, գիտեք ինչ պատասխան եղավ Ահարոնի, պատասխան հետևյալ եղավ, ասեց այս ժողովուրդը չարին հակամիտյալ ժողովուրդ են, այս ժողովուրդը մեղավոր ժողովուրդ են, ասեցին, մեզ համար հորդ սարքի, ես էլ ասեց ձեր ոսկիները, զարտեր հավաքեք, կծեմ կրակի մեջ, կծեցի կրակի մեջ հորդ է լավ, ընդես բան հնարավոր է, հնարավոր բան չի, եղբայրներ, քույրեր, հնարավոր բան չի, որ ոնց ասած, որ զարտեղ են կծես կրակի մեջ, մի հատ հորդ դուրս գա, Ահարոնի թույլատրությամբ, Ահարոնի համաձայնությամբ, գրվածը տիպը պատրաստեցին, այսինքն նորից եմ ասում, կաղապար են ասում, վերջին չեն ասում, առանց դրա հորդ չէր կարող լինել։ Դա պատրաստեցին, որ հորդ եղավ։ Հետարքեր ես որ կարդում էի, տեսեք մի անգամ Մովսես ինչ է ասում ժողովրդին։ Տեսեք, եթե Մովսեսի աղոթքը չլիներ, նայեք տեսեք ինչ պետք է լիներ Ահարոնի հետ եւ այս ժողովրդի հետ։ Կարդում ենք երկրորդ օրինաց։ Այսօր կան դեպքեր, որ իրենց երեխան կամ իրենց եղբայրը, քույրը, որ իր մեղքի համար չի զղջում, ծնողներ են ողջ ապրում, լացում են, աղոթք կնան, Տեր, օգնի, որ ինքը իր մեղքը ճանաչի։ Օգնի, որ իր մեղքը ճանաչի, զղջա խոստովանվի, որ ողորմություն գտնի։ Նայեք տեսեք ինչ է գրված։ Երկրորդ օրինաց գիրք, 9-րդ գլուխ, ես պետք է կարդամ 18 խոսքը։ 9-րդ գլուխ 18 խոսքից։ Ետքը առաջվան պես Մովսեսն է ասում. Տիրոջ առջև աղաչեցի 40 օր ու 40 գիշեր ոչ հաց կերա, որ ջուր խմեցի։ Ոչ հաց կերա, որ ջուր խմեցի, նրանք ինչի համար։ Ձեր գործած բոլոր մեղքի համար։ Ձեր գործած մեղքի համար, բոլոր գործած մեղքի համար։ Վասնի Տիրոջ առջև չարություն ունելով զանիկա բարկացուցել էիք։ Քանզի վաղցա, Մովսես ասում, քանզի վաղցա այն սոսկալի բարկություն են, որով Տերը ձեր վրա բարկացավ ձեզ կորցնելու համար, սակայն Տերը այն անգամալ ինձ լսեց, եւ Տերը Ահարոնին խիստ բարկացավ, ուշադրություն դարձեք, Տերը Ահարոնին խիստ բարկացավ, այնպես որ զանիկա պիտի կորցներ, եւ նույն ատեն
Ահարոնի համար էլ աղոթք կրի։ Եվ ձեր երած մեղքը, այսինքն հորտը առի ու զանիկա կրակով այրեցի, ետքը զանիկա ծեծելով լման փոշեցի, մինչև մանր փոշ եղավ, այն փոշին լեռնեն իջնող Ահարոնի մեջ նետեցի։ Միտեղում գրված է, գիտեք ինչն է պատճառը։ Ինքան փոշի արեց այդ ոսկին, որ հորտ են սարքել, որ ջրերի մեջ լցեց ու ժողովուրդը այդ ջրից խմեցին։ Ինչի համար կարող եք ասել։ Ինչ էր պատճառը։ Եղբայրներ, քույրեր, եթե այդ ոսկին տաներ միտեղ թափեր, մեկ այդ ոսկին պետք է գնային կուրկի ոսկին, հորտի ոսկին, պետք է հավաքեն, պետք է օգտագործեին։ Տերը գիտեք ինչի համար թույլ տվեց Մոսես ձեռքով։ Այսինքն այդ ջուրը, որ խմեցին, այդ փոշի ոսկին էլ գնաց ներսը։ Այսինքն գիտեք նպատակը ինչն էր, որ այդ կուրկը միայն արժանի է կաղկաղանքից դուրս գալու համար։ Ներող կլինեք։ Դրան է արժանի, որ մարդիկ հետ չնայեն։ Ինչի համար Պետրոս առաքյալն ասում է, եթե մարդը, որը լուսավորվել է, որը մաքրվել է, նորից է գնում է նույն կյանքին, նման է շունը, որը դառնում իր փսխածին։ Շունը դառնում իր փսխածին լվացված խոզը ցեղերի մեջ։ Եղբայրներ, քույրեր, Մոսեսի աղաչանքի պատճառով այս ժողովրդին Աստված չպատժեց։ Ասես պետք է բնաջին ջանեմ։ Պետք է բնաջին ջանեմ, նոր ազգ հանեմ։ Ասես Տեր, գիտեք, ժամանակի պատճառով չեմ կարդում, գնացեք տունը կարտացեք շարունակությունը։ Ասեց այս ժողովուրդը, հետանոց ժողովուրդը կասեն Աստված չսիրեց այս ժողովրդին, չկարողացա միջև վերջտեղ տա հասցնել։ Դրա համար անապատի մեջ բերեց նպատակը սպանելու համար։ Եվ Աստված լսեց Մոսեսի աղերսանքը, պաղատանքը, աղաչանքը, ողբը, գտած Մոսեսին, գտած Ահարոնին եւ ժողովրդին։ Եղբայրներ, քույրեր, իրավիճակը գիտեք երբ է փոխվում։ Իրավիճակը ինչ ժամանակ է փոխվում, ինչքան դեպքեր եղեն հավատացյալը մեղքի պատճառով ընկել անկողին, միջև իր մեղքը չի ճանաչել, չի խոստովանվել, չի զղջացել, փոփոխություն չի եղել։ Որովհետև Հոբի գրքում գրված է, երբ որ Տեր ինքը վիրավորում է, պետք է անպայման ինքը փաթաթի։ Ինքը զառնում է, իր ձեռքերն է բժշկում։ Եթե Տերը վիրավորել է, ոչ մի պրոֆեսոր չի կարող փաթաթի։ Ոչ մեկը չի կարող իր օգնել։ Աշխարհամեն լավ պրոֆեսորները բերեն, չեն կարող իրան օգնել, որտեղ Տերն է վիրավորել։ Ինքը պետք է փաթաթի ժամանակ, երբ որ ինքը իր մեղքը ճանաչի։ Ինքն է վիրավորել, ինքը պետք է իր բժշկի։ Հիշում եմ տարին առաջ Գևորգ եղբայրը ստեղ էր, մի քույրիկ ամուսնու հետ վերջերջով մեղք են թույլ տվել։ Անմաքուր բան։ Վրեն բորոտ էր թափել կնոջ վրա, քույրիկի վրա, բորոտ։ Որ բժշկի մոտ գնացել էր, ասել է դու նոր բան է, մենք ոչ մի բան չենք կարող անել։ Գլուխ չենք անում, դա ինչ հիվանդություն է։ Այսինքն բոլոր հիվանդությունից տարբեր է։ Տարբեր հիվանդություն է։ Որի մոտ գնացել էր, օգնություն չէր եղել։ Միջև չեկավ Գևորգ եղբոր կանկեղծացավ, խոստովանվեց, զղջաց, ինքը այդ բորոտությունից շմաքրվեց։ Եղբայրներ, քույրեր, որովհետև Տերը թույլ էր տվել, Տերը միայն պետք է գործեր իր կյանքի մեջ։ Տեսեք ինչ ասում Հոբ Երանելի մեջ գրված է։ Կարդում եմ ինձ համար, ձեզ համար։ Ինչքան պարզ է գրված։ Հոբի 33 գլուխ, Հոբ 33 գլուխ, 27 խոսքից 33-ի 27-ը։ Անիկա մարդու վրա գնայի, ով է նայի մարդու վրա։ Տերն է նայում։ Անիկա մարդու վրա կնայի։ Եվ եթե մեկն ասե, մեղ գործեցի եւ իրավունքը ավրեցի, ու ասիկա ինձ օգտակար չեղավ։ Որ մարդը կարող ասել, որ մեղ եմ գործել, ինձ օգտակար չեղավ, վատ եղավ։ Երբ նա ճանաչեց իր մեղքը, այն ատեն, տեսեք ինչ է կատարվում։ Այն ատեն անոր հոգին կազատ է, որպեսզի գերեզմանը չիջնի։ Նա պետք է իջներ գերեզման։ Նա պետք է մեռներ մեղքերի մեջ, բայց չիջավ։ Ինչից համար չիջավ։ Ճանաչեց իր մեղքը սխալը։ Եվ նա գրված է անոր հոգին կազատ է, որպեսզի գերեզմանը չիջնի եւ անոր կյանքը լույս կտեսնի։ Աստված այս ամեն բաները 2-3 անգամ մարդուն կենե, որպեսզի անոր հոգին գերեզման է դարձնե, որպեսզի ապրողներու լույսովը լուսավորվի։ Կյանքը երկարի։ Եզեկիան էլ արցունքով աղոտ կարեց, Տերը 15 տարի կյանք երկարացրեց։ Շարունակություն կարդում ենք նույն Հոբի 36-ի 8 խոսքից, տեսեք։ 36 գլուխ 8 խոսքից, 36-ի 8-ը։ Եվ անոնք եթե շատաներով կապված դժվարության կապանքների մեջ բռնվին, այն ատեն անոնց քայտնե իրենց գործերը եւ իրենց հանցանքներու շատանալը։ Նաեւ անոնց ականջեք բանա, որպեսզի խրատ ընդունին։ Ականջեք բանում է, որ խրատ ընդունեն, այսինքն հանդիմանություն ընդունեն։ Եվ անոնց կպատվիրե, որ անիրավություն է դառնան։
Աստված ասում է պատվիրում է, որ անիրավություն դառնան։ Եթե անոնք հնազանդվելով անոր ծառայություն անեն, օրերը բարությունով ու տարիները ուրախությամբ կանցնի։ Բայց եթե անոնք հնազանդություն չունեն, չընդունեն, սուրեն պիտի անցնին ու առանց գիտության պիտի մեռնին։ 14 խոսք ասում է անոնց անձը երիտասարդության մեջ պիտի մեռնի եւ անոնց կյանքը պիղծերու մեջ պիտի վախճանվի։ Միջանկամ պիղծ մարդկանց հետ պիտի վախճանվի նրանց կյանքը, ովքեր սովորաբար իրենց սիրտը կարծրացնում են։ Հիշում եք այդ դեպքը, երբ որ սովորաբար Աքաբ թագավորը Եղիայի ժամանակ Նաբովթի այգին շատ դուր եկավ, շատ լավ այգի էր։ Ասեց Նաբովթ, այդ այգին ծախիր ես առնեմ։ Ասեց իմ հայրերի ժառանգություն է, այդ այգին չեմ կարող տալ։ Գնաց տխուր, պարգավ անկողնու մեջ, Եզաբել կինը գիտեք շատ կռապաշտ կին եղել, շատ անաստված կին եղել, չար կին եղել, որը Եղիային գլխից հանեց, եղբայր երկույր էր։ Անկողնում պարգած էր տխուր, ասեց ինչ եղե, Աքաբ, ասեց Նաբովթի այգին ուզեցի, չտվեց։ Հո, թակավոր մարդ ես, հələ քեզի նայի։ Թակավոր մարդ, մի բան ուզենա ու չանի, ասեց ես կանեմ։ Բերեց Նաբովթին մի հատ տեղ, որտեղ ժողովուրդ հավաքեցին, երկու հատ սուտ վկաներ բերեցին, սուտ վկաներ, ասին էսի ասուն հայելը, Նաբովթը, բռնին խեղճին քարկոծեցին, մեռավ, Աքաբն էլ թագավոր ճանապարհ ընկավ, որ գնա այգին ժառանգի, խլի, վերցնի արդեն։ Ճանապարհին Աստված Եղիային ուղարկեց, եւ գիտեք ինչ ասեց. սպանեցիր ալ, գնում է ժառանգելու, որտեղ իր արյունը թափավ, այնտեղ քո արյունը պետք է թափվի։ Գիտեք ինչ պատասխանեց Աքաբը, ով թշնամիս զիս գտար, բայց եղան ինչով էր թշնամի։ Գիտեք ինչքան դեպքեր կա, փորձում հավատացյալին, ամուսինը կնոջ, կինը ամուսնուն, երեխային, կամ մեկը մեկին, հանկարծ փորձի իր սխալն ասի, արդեն թշնամություն առաջանում, ատելություն առաջանում։ Այն որ ասում ասեցի իմ աչքիդ վերև ունք կա, արդեն վիճակը փոխվում է, արդեն վերաբերմունքն էլ է փոխվում, եղբայրներ քույրեր, տրամադրվում է։ Բայց ինչ կատարվեց։ Հակաբը չընդունեց, բայց մի քիչ հետո նորից Տերը խոսեց, ասեց Եղիա, նայի Աքաբը հիմա խեղճ ման է գալիս, նա իր հանցանքը սխալ ընդունեց, զղջաց, ես ինչ արեցի։ Իր օրերու մեջ այդ չարիքը չեն բերի, բայց նախորոք ասեց իր արյունը պետք թափվի, ասեց իր օրերու մեջ այդ չարիքը չեն բերի։ Եղբայրներ քույրեր, փոխվեց իրավիճակը։ Իրավիճակը փոխվեց, ինչից փոխվեց, երբ որ ինքը ընդունեց, որ ես շատ սխալ թույլ տվեցի, ես ինչ արեցի։ Կնոջը լսեցի, այդ անմեղ մարդուն սպանել տվեցի սուտ վկաներով։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, ես հիշում եմ մեր տարածքում, որտեղ շենքում որ ապրում ենք, մեր կողքի մուտքում ընտանիքային, վերջ ընտանիքային երեխաները մասնակցում են մանկական ժողովների, իրական դեպք եմ ասում։ Հետարքիրը մանուկներով զբաղվող քույրիկը հարցնում է երեխաներին, ամեն մեկին ասում է, որ քան անգամ ես աղոտ կարել, երեխաները պատասխանում են, այդ երեխաները ընտանիք երեխաներից երկու տղաները կա զույգ են, նրանք էլ են պատասխանում, վերջում որ մանկականը վերջանում է, ուշադիր եղեք, հիմա քույրիկը կանֆետ է բաժանում, տանտերը կանֆետ է բանի հետ պեչենտինչ բաժանում է, հիմա մի երեխան է, զույգ երեխաներից մեկը լաց է լինում, հոնկուր լաց է լինում, ասում է բալիկ ջան, ինչ եղավ քեզ, ով նեղացեց կամ ինչ-որ մի բան եղավ, չի ասում է, ես չեմ վերցնի կանֆետ, չեմ ուտի, այ բալիկ ջան, ինչ եղավ, էլ մի հատ բացի, ասում է, որովհետև դու ինձ հարցեցիր, քանի անգամ ես աղոտ կարել, ես ասեցի 3 անգամ եմ աղոտ կարել, բայց հիշեցի, որ 2 անգամ եմ աղոտ կարել, ես սուտ եմ խոսել, դրա համար անարժան եմ ինձ հավանում կանֆետ ուտելու։ Երեխան պատկացա այդպիսի ման է մտածում։ Ես ինձ անարժան եմ համարում, որ կանֆետ վստեմ։ Եղբայրներ քույրեր դեպքեր կան։ Այնպիսի մարդու մոտ կարող այնպիսի խորը զղջում առաջանա, բայց հավատացյալի մոտ այդպես չլինեն։ Գործարանում որ աշխատում է Աստված օգնի, որոնք օրինավորություն ունեն, գիտեք, քանի տարիներ պերիվի ժամանակ, գործարանում պերիվի ժամանակ մենք դուրս ենք գալիս աղոթքի կողքը, ծերեթելի, տներ շատ կային հավատացյալների։ Մենք դուրս ենք գալիս աղոթքի, շուտ գնում ենք աշանը հաց ուտելու, որ շատ աղոթքի տեղ տայինք։ Նորից արդեն պետք է վերջանար, աղոթքը վերջացնում, գալիս ենք մեր ժամանակին հասնում ենք։ Մի անգամ շուտ գնացի աշանան հաց